Գնահատման գործունեության մասին օրենքում փոփոխությունների վերաբերյալ նախագծով առաջարկվող կարգավորումները հնարավորություն կտան Հայաստանի Հանրապետությանը ներգրավել միջազգային գնահատման շուկայում եւ ստեղծել այնպիսի համակարգ, որն ապահովում է բարձր որակի, վստահելի եւ ներդրումներին նպաստող ծառայությունների մատուցում։ Նախագիծը տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում ներկայացրեց կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ Նանե Ղազարյանը։ Ըստ նրա առաջարկվող փոփոխություններով սահմանվում են նոր հասկացություններ, որոնք անհրաժեշտ են իրավական հստակություն ապահովելու համար։ Քննարկման առարկա դարձնել, որ կոռուպցիա կանխարգելման հանձնաժողովը եւս կա ինտեգրատիվ փոխգործելիություն ապահովի, ես հիմա չեմ կարող իրական պատասխանել այն հարցին, արդյոք իրենց համակարգը տեխնիկապես ինտեգրելի է կադաստրի կոմիտեի տեղեկատվական շտեմարանի համակարգի մեջ, բայց դրա արտադրության պայմաններում այսօր էլ այդ հնարավորությունը կա։ Մի լրացում անընդհատ խոսվեց կիբերանվտանգության փաթեթի մասին, այդ փաթեթով այդ հարցը լուծվում է, այսինքն եթե ես այսօր ասում եմ, որ կարող են տարբեր պետական մարմիններ ունենալ տարբեր ճարտարապետության կառուցված համակարգեր, որ իրար հետ ինտեգրելի չլինեն, ենթադրենք, այդ կիբերանվտանգության մեծ փաթեթով կա նաև հանրային տեղեկությունների մասին օրենքի նախագիծ, որը ստանդարտներ է սահմանում եւ ընդհանուր ժամկետներ է սահմանում, ասում է այս ստանդարտներին բոլոր համակարգերը, որոնք որ չեն համապատասխանում, ջնջել 0-ից գրել, որպեսզի հնարավորություն լինի փոխգործելիությունը ապահովելու։ Նախագծով մեծ հնարավորություններ են ստեղծվում Հայաստանի կողմից որակավորում ստացած անձանց համար, իրենց գործունեությունն ընդլայնելու եւ ծավալելու նաև Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս։ Կիբերանվտանգության ռիսկը դեռ բավականին է, դրա համար մեր ներդրումներն է մասնավոր այդ համատեղ բավականին խոշոր են, այլ որ թաբլերաբերվելու է բանկային բոլոր գործարքներին։ Մեր հաշիվի կառավարման ստեղծության հնարավոր կլինի ոչ խափանել, եթե խափանվում այդ բնակչության համակարգը։ Եվ այդ առումով կարծում եմ իրականում այն համակարգ որ կառուցվում, դա նաև փոխկապակցված է մեր բնակչության պետական ռեգիստրի, նոր ռեգիստրի ներքին գործերի նախարարության վերջերս կատարած մրցույթի հետ, որը նորից մասնավորն է ըստ էության նոր անձնագրավորումը եւ այլն կատարելու ավելի անվտանգ։ Այդ ամբողջը ստեղծելու է նույնականացման ենթակառուցված մի երկու համակարգ, որը նման ռիսկերից մեզ հետ է պահելու։ Հանձնաժողովի անդամները քննարկեցին նաև պետական տուրքի եւ պետական տուրքի համար կիրառված տույժերի համաներման մասին օրենքի նախագիծը, որով առաջարկվում է ֆիզիկական անձանց կողմից մեկ մարդատար տաքսի ավտոմոբիլով ուղևորափոխադրումների իրականացման լիցենզիայի համար մինչև 2019 թվականի հունիսի 29-ը պետական տուրքի գծով պարտավորություններ ունեցող ֆիզիկական անձանց ազատել պետտուրքի եւ դրա չվճարման համար հաշվարկված տույժերի վճարումից։ Հաջորդ նախագծով առաջարկվում է ավելացված արժեքի հարկի արտոնությունը երկարաձգել 1 տարով 2026 թվականի հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը ներառյալ։ Ավելացված արժեքի հարկի մասնակցության վճարման ազատման արդյունքում աճել է էլեկտրական շարժիչով տրանսպորտային տույժների Հայաստան ներմուծման ծավալները, մասնավորապես 23 թվականին ներմուծման ծավալը կազմել է 9635, իսկ ինչը 22 թվականի համեմատ աճել է 75%-ով, 24 թվականի ներմուծման ծավալը կազմել է 11733, ինչը 23 թվականի համեմատ աճել է 22%-ով, եւ համաձայն համանշենք, որ 19 թվականի համեմատ ներմուծման աճը 24 թվականին կազմել է շուրջ 17.6 անգամ։ Միաժամանակ հարկ է նշել, որ տարեսկզբից մինչև սույն թվականի նոյեմբերի 19-ը Պեկից կողմից ներկայացված տեղեկատվության համաձայն Հայաստանի Հանրապետություն արդեն իսկ ներմուծվել է էլեկտրական շարժիչով 7 ավտոբուս, 16381 միավոր ավտոմեքենա եւ 2479 միավոր մոտոցիկլետ մոպեդ։ Նախագծի վերաբերյալ առաջարկներով հանդես եկան ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանը եւ Հայաստան խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը։ Դրանք կքննարկվեն առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում։ Օրենքների մյուս նախագծերի փաթեթով էլ առաջարկվում է էլեկտրոնային եղանակով գործարքների կնքում, որով հիպոթեկի բազմակողմ պայմանագրի կնքման գործընթացը կդառնա առավել դյուրին, արագ եւ պայմանագրի կողմերի համաձայնության դեպքում կստորագրվի աշխարհի ցանկացած վայրում։ Այն հնարավորություն կտա Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս գտնվող անձանց իրացնել իրենց առանց հավելյալ գործընթացներ կատարելու գործարք կնքելու իրավունքը։ Լուսինե Գրիգորյան, Free News, Ազատ լուրեր։